Մենք վերադարձանք տաղավար, շարունակում է առավոտ լուսոն, ճիշտ է այսօր շատ կարևոր Շանսոնիեի ծննդյան օրվան ենք անդրադարձել եւ նաեւ նրա ամենակարևոր հատվածին մեր հաղորդման ընթացքում անդրադարձանք բարեգործությունների մասն է խոսքը, սիրելիներս, եւ նա նույնպես շատ առիթներով մոտիվացիայի աղբյուր է հանդիսացել շատերիս համար, որ մենք էլ կարողանանք մեր փոքրիկ ներդրումն ունենանք մեր երկրում, մեր հայրենակիցների կամ կարիքավորների հետ կապված։ Հիմա էլ մի կարևոր թեմայի ենք անդրադառնալու, որին որ պարբերաբար չնայած մեր տաղավարից անդրադառնում ենք, բայց այս տարի նույնպես ունենք առիթ, քանի որ 5-րդ տարին է արդեն անընդմեջ կազմակերպում է անվճար հյուրընկալ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, նաև գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակների, մի խոսքով այն մարդկանց համար, որոնց որ շատ շուտով ավելի մանրամասն անդրադառնանք, բայց կազմակերպում է հայկական բարեգործական ընդհանուր միության Նայերի ճամբարի տնօրենն է այսօր մեր տաղավարում, որի հետ ավելի մանրամասն կզրուցենք։ Տիկին Հերմինե Դույզյանը, բարի լույս։ Անչափ ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ եւ այսօր էլ կարծում եմ պատահական չէ, ինչպես Ռուբենը իր խոսքում նշեց, Շանսոնիե Շարլ Ազնավուրի ծննդյան օրը խոսել այսպիսի կարևոր նախաձեռնության նախագծի մասին, որ արդեն 5 տարի է ինչ գործում է եւ 5 տարի է դռները բաց Նայերի ճամբարը սպասում է փոքրիկներին, պատանիներին։ Մի փոքր ամփոփենք նախորդ 5 տարիները, ինչպես են մասնակցում երեխաները, ինչ են ստանում այս ճամբարից, ապա կգանք արդեն կխոսենք այս տարվա ճամբարի մասին։ Շնորհակալություն հրավերի համար, միշտ մեզի համար շատ մեծ հաճույք է գալ եւ ժողովրդին հայտնել մեր տարած աշխատանքը երեխաների բանով, գարկով, ուրեմն մեր ճամբարը, ինչպես որ ասեցիք, 5-րդ տարին է։ 5-րդ տարին է եւ ինչպես որ ասեցիք Արցախյան 44 օրվա պատերազմի դուժած ընտանիքների համար է եւ լրիվ անվճար է։ Այս տարի մենք 5-րդ տարին ենք տոնելու, այսինքն 2020-ին, երբ որ պատերազմը սկսվեց, եւ հետևանքները տեսանք, որ ծանր է եւ սկսանք մտածել ինչ կարող ենք անել երեխեքի համար, որ կարողանանք այդ երեխեքին կոնե մի գտոր ուրախություն տանք, մի փոքր ուրախություն տանք իրենց առօրյայից կտրենք եւ այդ մտահղացում ունեցանք մարտամիսին սկսանք արդեն իսկ ուժի մեջ տնել մեր ճամբարը, բայց երբ որ այս ճամբարը սկսեցինք մենք չէինք գարցեր, որ այսքան մեծ բանջ պիտի ունենանք, քանի որ բանջը այնքան շատ է, նամանավանդ 2023-ին բռնի տեղահանված Արցախից բռնի տեղահանված մեր երեխեքը, որ գիտեք, որ 30,000 երեխա դուրս է եկել, իհարկե մեր գազམ་ակերպությունը, հայկական բարեգործական ընդհանուր միությունը չկարող այդքան ժողովրդին հասանելի լինել, բայց մենք անում ենք ամեն ինչ, որ կարողանանք այդ տարիքի երեխեքը, որը սահմանափակ տարիք ունենք, սահմանափակ թվականներ ունենք եւ թիվը տարի մեծացնում ենք, այս տարի ավելի մեծ թիվով ենք ընդունելու երեխեքը եւ ավելի երկար օրեր ենք ծրել, քանի որ երեխեքը ուրախ են, զվարթ են այնտեղը եւ այսպեսով կգործեմ, որ ավելի մեծ թիվով հասանելի կլինենք այս համար։ Ովքեր կարող են դիմել։ Ուրեմն, ինչպես ասեցի, 44 օրվա պատերազմի մեր զոհված զինվորների զավակները, քույրերը, եղբայրները կարող են թիմել այն զավակները, որ իրենց հայրը ցավոք սրտի մարմինը չէ գտնում, անհետ կորած են, այն երեխեքը, որ իրենց հայրը Բաքվում փանդարգված է, այն երեխեքը, որ իրենց ընտանիքի մեջ հայրը կամ եղբայրը շատ մեծ ծանր վիրավորանքը ստացած է եւ անկարելություն ունի աշխատելու եւ վերջերս դռները բացեցինք, ամեն տարին վերականգնում ենք, նայում ենք ինչ կարող ենք անել, ինչ կարող ենք ավելացնել։ Մեկ սկիզբը առաջին 3 տարին այսպես կորզեցինք, այսպես աշխատեցինք, բայց երբ որ 2023-ին այդ բռնի տեղահանված երեխեքը ունեցանք, ավելի ծանր էր մեր վիճակը, քանի որ շատ ավելի թիմումներ ունենք մենք, շատ մեծ, այսինքն ընդհանուր մեր նպատակը 44 օրվա զոհված
44 օրվա դուժած պատերազմից դուժած ընտանիքների համար է եւ բռնի տեղահանված ընտանիքների զավակների համար է։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ Այո, տարիքային սահմանափակում։ Գիտեք, ամեն տարի երբ որ փորձով տեսնում ենք, որ շատ փոքրերը չեն թիմանում երկար ժամանակ մայրիկին կամ հայրիկին ընտանիքեն հեռու մնալ, ուրեմն այս տարի մենք որոշեցինք մի քիչ տարիքը ավելի մեծացնել, որ կարողանան իրենք կարողանան լիոլի բան ունենալ, հաճույքը ստանալ առանց կարոտելու։ Իհարկե ամեն երեխա կկարոտի իր մայրը, նավանդ որ մենք օրերը շատացրել ենք, պիտի կարոտեն հաստատ, քանի որ մեր ջամբարի մեջ օրենքներ ունենք, որ հեռախոսը արտոնված չի։ Մենք շատ շուտով օրենքներին էլ կանրադառնանք, բայց տարիքը ինչքան եք բարձրացրել։ Տարիքը մենք այս տարի նշել ենք 2012-ից 2017-ից 2013-ը ներառյալ ծնված երեխեքը։ Այսինքն անում է 8-ից 13 տարեկան, 7-ն ամբողջացած պետք է լինի։ Մինչև այսօր մենք ընդունել ենք 7 տարեկանին, բայց հիմա տեսանք, որ դժվարություններով առաջ են գտնվում 8 տարեկանից մինչև 13 տարեկան։ 7 ամբողջացած երեխեք ենք ընդունում։ Մենք, ինչպես Ռուբենը նշեց, քիչ անց նաև մանրամասն կպատմենք թե ծնողներին, թե այն երեխաներին, որ դեռ պետք է դիմեն ճամբարին այս տարվա մասնակցելու բոլոր կանոնների մասին, կարելիների ու չի կարելիների, բայց նաև խոսենք աշխատակազմի մասին, որովհետև բավականին բարդ է աշխատել երեխաների հետ, աշխատել այնպես անել եւ կազմակերպել, որ նրանց օրը լինի հետաքրքրություններով, միևնույն ժամանակ նաև լինի բովանդակային եւ հոգեբանական աշխատանք այդ երեխաների հետ, ինչպես է կազմակերպում։ Այո, ես պատրաստված եմ իբր տնօրեն Ֆրանսիայում եւ իմ մեթոդս գործում է այս ճամբարի վրա։ Այսինքն օրենքներ ունենք, որ ովև մեկ երկրում, որ ես ճամբար եմ դարձնում, հսկում, նույն օրենքներն ենք տնում, նույն խաղերն ենք տնում։ Մեր Հայաստանի նայիրի ճամբարի ամենամեծ բանը, որ ուրիշ երկրներում գարիքը չեն ունեցած, ուրախ եմ, որ գարիքը չեն ունեցած, հոգեբանական թերապիաներն են։ Մենք ուղիղ աշխատում ենք հոգեբանների հետ։ Ամեն երեխա ամեն օր 2 ժամ ինքը ունի հոգեբանական բոլոր ճամբարի դեպողության, այսինքն գեսը մինչև ունի այդ մեկը։ Ունեն, քանի որ երեխեքը գարիք ունեն, թե զվարճանալու, թե ուրախանալու, թե իրենց այդ ցավը ցևով կարողանան հոգեբանները դուրս հանել եւ կարողանան երեխեքը։ Ես հոգեբան չեմ, բայց 35 տարի է ճամբարների տնօրեն եմ Ֆրանսիայում, այլ երկրներում եւ առաջին անգամն է, որ ես այսպիսի մեկ բանի մեջ եմ գտնվել, գացության մեջ եմ գտնվել, որ երեխեքը իսկապես ցավով երեխեք են, խոցելի երեխեք են, այսինքն երեխան որ գալիս է, գիտենք որ գարիք ունի այդ բանին։ Անոր համար է որ թիրախային, այսինքն մենք իսկապես ընտրելով ենք երեխեքը վերցնում, գարիք ունեցող երեխեքը, ցավ ունեցող երեխեքը, որ մենք կարողանանք այդ դուժուր մի հոգեբանական բանով իրենց հոգեբանական այդ սպոպանք տալ։ Այո։ Սահմանափակություն կա, այսինքն քանակի հետ կապված սահմանափակություններ կան, թե չէ։ Այո, մինչև հիմա առաջին տարին 200-ով սկսանք, երկրորդ տարին 250, 2023-ին էլի 250, 24-ին արդեն սկսանք 600-ի բարձրացնել թիվը եւ հիմա այս տարի ակնկալում ենք հույսով եմ որ պիտի կարողանանք անել մոտ 700-ից 750 երեխայի անվճար հասանելիություն։ Բայց դա շատ մեծ իրականում ցուցանիշ է ու 700-750 դա Միանգամից չէ իհարկե 3 փուլով է։ Այ փուլերի մասին խոսենք։ Այո, 3 փուլով է։ Մենք ունենք առաջինը, որ սկսվելու է մոտ 2 շաբաթից։ Առաջինը 7-ից 20-ն է, որ քրեթե դեղերը շատ քիչ մնացել են, բայց կարող են դարձյալ ծնողները դիմել։ Երկրորդը մեզ սկսվում է հուլիս 25-ից մինչև օգոստոս 8-ը։ Հետո վերջինը սկսվում է երրորդ փուլը 9-ից մինչև 18 օգոստոս, 9 օգոստոսից մինչև 10-ը։ Պետք է մեր սիրելի ունգրտիրները, հայրենագիցները ուշադիր լինեն ՀՊՄ-ի
Facebook-յան գայքեջին, քանի որ այնտեղ դեղացրում ենք ընդունելության օրը, դեղացրում ենք on-line գրանցվելու հնարավորությունը, որ հետո կան թուղթեր ամբողջացնեն։ Քիչ առաջ ինձ հարցրեցիք օրենքների մասին։ Այո։ Եվ բացի օրենքներից էլ ճամբարի օրենքների նաև օրերի քանակը, որ դուք այս տարի արդեն բարձրացել եք։ Այո, մեր այս տարի մենք ունենք 2 անգամ 2 շաբաթ, որ մինչև հիմա 10 օր, 8-10 օր էին կանում, 2 ճամբարները 14-15 օր են լինելու, գնալով գալով, երրորդն է որ 10 օր է, 9 գիշեր 10 օր։ Մեր նորությունը այս տարվա Իսկ օրենքների մասով ինչ կասեք։ Օրենքների մասով ամենա խիստ օրենքներից մեկը, որ ոչ մեկ շեղում չի լինի, բացի շատ կարևոր մի բանից, իհարկե սիրտենից քարից չշինված, չսարկված, այնպես որ եթե խնդիր մգա ընտանիքի մեջ կամ երեխայի հետ, մենք կապվում ենք ընտանիքի հետ, ասում ենք, բայց մեր մոտը առաջներ տեղը գրավում է հեռախոսներու բացակայությունը։ Այսինքն միայն հեռախոս չէ, պետք է երեխան Apple Watch-ով կամ iPad-ով, պլանշետով, թակուն բաներ, ծնողները մի քիչ խարդախություններ են անում, բայց մենք էդալ հաղթահարում ենք, երեխեքին սովորացնում են սուտ խոսիլ։ Մեզի համար շատ վատ է այդ մեկը, որ երեխային շաբաթը գոնը գա երեխան կտրվի այս գadget-ից, իր ծնողների համար է նպատակը այդ է, բայց այդ 2 շաբթվա, 2 անգամ 2 շաբթվա մեր ծրագրին մենք թույլ ենք տալու մեկ անգամ հեռախոսը տանք երեխային եւ գապնվի իր ընտանիքի հետ, միայն ընտանիքի հետ։ Եվ այսին օրենքներից մեկը այդ է, 2 շաբթվա ընթացքում մենք ուզում ենք այս տարի նորություն բերել, ծնողների օր բաց թռներ սարքել, ունենք թվականը արդեն իսկ, առաջին փուլին ունենք եւ ծնողներուն զգուշացնում ենք, բայց մեկ պայմանով, որ ոչ առաջ, ոչ վերջը այդ ժամերից, այդ օրերից ներգայանան։ Իրենք անհնար է, որ ներս մտնան։ Մեր դեղը ինքան սիրուն դեղ է, շատ մեծ 10,000 քառակուսի հանքավանում է, 10,000 քառակուսի տարածքի մեջ, լողավազանով, բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի բաներով, սեղանի բան։ Այսինքն այնքան քեղեցիկ բնության մեջ սարքված մի ճամբար է, եվրոպական ստանդարտներով են սենյակները, ուտելիքը առատ, այսինքն սահմանապակ է ուղղակի, երեխեքը լավ սնունդ են ստանում, լավ հոգեգան սնունդ են ստանում, իրենց հոգեբանական, այո, մենք ունենք իհարկե միշտ մենք խնդրում ենք մի Էջմիածինից մի դերհայր կամ վարդապետի օգնությունը, քանի որ երեխեք կան որ գարիք ունեն, մի օր այցելություն ունենք այդ ծևով, որ տեսնանք, եթե երեխան չի կարողանում ինքնուրույն ինքնին գտնել, այդ դալիս ենք մի դեղ, որ հերանան եւ այդ ծևով ոչ թե խոստովանանք, այլ մեզի չկարողացած խոսիլը երեխան դուրս անի գղերականի։ Եվ նաեւ ինչու՞ չէ այդ ճանապարհով նաեւ մոտ պայենք մեր հավատքին, մեր կրոնին։ Եվ այս տարվա նորություններից մեկը պիտի լինի, որ առաջին անգամն է բոլոր երեխայքը, մոտավորապես 250 երեխա եւ 40 ճակատավար, 35 եւ այլն, բոլոր աշխատակազմով մենք գնալու ենք Մայրաթոր Սուրճ Էջմիածին այցելության։ Հիանալի է։ Այսինքն դա նույնպես քաղաքականության մեջ ճամբարի կամած կմտնի, որ ոչ միայն հենց ճամբարի հանքավան ասացիք, ոչ միայն այդ 14 օրը կլինեն իրենք հանքավանքում, այլ նաև էքսկուրսիաների տեսքով։ Այո, էքսկուրսիաներ, իհարկե ունենք լեռնակնացություն, ունենք խաղեր, ունենք ամեն տեսակի բաներ, երգի, դասընթաց, բարի դասընթաց։ Ես վստահ եմ, որ ոչ միայն այդ դա է ուզում ասել, ոչ միայն խաղերի կամ ժամանցային խաղերի տեսքով ճամբարը կհետաքրքրացնի երեխաների օրն ու առօրյան, այլ նաև ուսուցողական, որտեղ բարի դասեր են այնտեղ լինում, այլ հմտությունների նաև եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հայ բարեգործական ընդհանուր միության կայքեջերից կարող են ավելի մանրամասն տեղեկանալ, ինչպես հայտերը լրացնեն։ Ճիշտ է, մենք ամեն ինչի մասին փորձեցինք սերներս մանրամասնել մեր սիրելի հյուրի հետ, Հերմինե Դուզյանի հետ, բայց դուք ավելի մանրամասն կարող եք հենց նրանց պաշտոնական էջից տեղեկանալ եւ հայտերը լրացնել։ Մինչեւ երբ կարող են հայտերը լրացնել։ Հենց լեցվեց, արդեն իսկ փակվում է Այսինքն ինչ-որ ժամկետ չկա, հստակ սահմանված, բայց մարդկանց քանակից է կա։ Այո, մարդկանց քանակից։ Առաջինը ասում եմ, որ գրեթե ամբողջացած է մոտ 10-15
դեղ կարելի է ունենալ, դալ, բայց երկրորդին, երրորդին կարող ենք մոտավորապես ամեն մեկին տակավին 100-ական դեղ ունենք, որ կարող են, երբ որ իրենք մեր Facebook-ը մտնան, մեր գազམ་ագերբության Facebook-ը մտնան, լինքեր կա, այդ լինքով իրենք մտնում են, եթե այդ լինքը չի աշխատում, ասել է որ արդեղ չկա։ Մենք փակում ենք մեր ուզած քանակով։ Եթե լինեն հարցեր, կարող եք նաև գրել այդ էջին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ լավ օր ենք մաղթում, օրվա լավ շարունակություն, իսկ մենք սիրելիներս այս բանը շարունակենք եւ շարժվենք առաջ։